Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունը տեղեկացրել է, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոյի բաց հատվածում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Այդ պատճառով Սասունցի Դավիթ կայարանում ուղևորներին իջեցրել են վագոններից։ Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտնել է, որ մինչև խնդրի ամբողջական կարգավորումը մետրոն կաշխատի ժամանակավոր հատուկ ռեժիմով, մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից դեռ չի ստացվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին բն պաշտոնապես հրավիրվել է մասնակցելու համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն վեհափառն արդեն 1 ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչի պատճառով էլ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց երկրից բացակայելու արգելք։ Մայրաթորից ավելի վաղ հայտնել էին, որ հայ առաքելական եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ, քանի որ պաշտոնական հրավերը դեռ չի ստացվել։ Իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ամբողջ գիշերը աշխատել են Իսրայելի և Ծոցի երկրների ուղղությամբ։ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ ենթարկվել են ԱԹՍ և հրթիռային հարձակումների։ Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ բեկորների ընկնելուց պահեստներից մեկում բռնկված հրդեհը մարվել է։ Իրանի զինված ուժերը նաև հրթիռների մի քանի ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է Հայֆայում բռնկված հրդեհի և երկրի հյուսիսային 2 այլ վայրերում բեկորների ընկնելու մասին։ Բեկորներ են ընկել նաև Երուսաղեմում։ Իսրայելի բանակը ի պատասխան թիրախավորել է Իրանի կառավարական ենթակառուցվածքները մայրաքաղաք Թեհրանում։ Բացի այդ, ավիահարվածի է ենթարկվել Իրանի հարավում գտնվող Բորազջան քաղաքի հրթիռային բազան։ Բազմաթիվ պայթյուններ են որոտացել երկրի հարավ-արևելքի քաղաքներում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հաքսեթը հայտնել է, որ մինչև օրս հարվածել են ավելի քան 7000 թիրախների ողջ Իրանում։ Մտադիր չեմ ցամաքային զորքեր ուղարկել Իրան, բայց եթե անգամ ուղարկեի, ձեզ չէի ասի։ Լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցը արդիական է այն ֆոնին, որ Պենտագոնը պատերազմական գործողությունների համար կոնգրեսից խնդրել է $200 միլիարդ։ ԱՄՆ-ն դիտարկում է Խարկ կղզու գրավման կամ Սպահանի ստորգետնյա միջուկային օբյեկտը զավթելու հնարավորությունը, ինչը կարող է պահանջել ցամաքային ուժերի ներգրավում։ Արդեն իսկ 2500 ծովային հետևակայիններ տեղափոխվել են տարածաշրջան։ Նախագահ Թրամփը նաև հասցրել է դժգոհություն հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից Իրանի գազային դաշտերի ռմբակոծման համար, պնդելով, որ ինքն ասել է դա չանել։ Թրամփը նշել է, որ Իսրայելը ձգտում է հասնել Իրանի պետական փլուզմանը, մինչդեռ ինքը փորձում է պահպանել էներգետիկ ենթակառուցվածքները համաշխարհային շուկայում ցնցումներից խուսափելու համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան Էդ Դաֆրա ռազմաբազայի ուղղությամբ իրականացված հարվածների մասին։ Իրանական լրատվամիջոցները տարածում են տեսանյութեր ու պնդում, որ այդ շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերը չեն գործել։ Կենտրոնական շտաբի հրամանատար Խաթամ Ալ-Ալմբյան հայտարարել է, որ Թեհրանը դեռ բազմաթիվ անակնկալներ ունի Վաշինգտոնի համար, որպես օրինակ նշելով ամերիկյան F-35 կործանիչի խոցումը։ Թեպետ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք ցամաքային զորք չեն մտցնի Իրան, այնուամենայնիվ չեն դադարում տեղեկություններ շրջանառվել, որ ԱՄՆ-ն կարող է ծովային հետևակայիններ ներգրավել իրանական կղզիները գրավելու եւ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ապահովելու նպատակով։ Զուգահեռաբար Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում որոշում չի կայացվել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ ԵՄ առաջնորդները կոչ են արել կողմերին դադարեցնել Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Այս առաջարկով ԵՄ-ն փորձում է թույլ չտալ, որ պատերազմի ընթացքում թիրախավորվեն նավթահորերը, գազամուղներն ու էլեկտրակայանները, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։ First of all, I just want to say I'm alive. 20-օրյա օդային հարձակումներից հետո Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ջախջախված են և երկիրն այլևս չի կարող ուրան հարստացնել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ իրենք ոչնչացրել են նաև Կասպից ծովում գտնվող իրանական ամբողջ նավատորմը։
Նեթանյահուի խոսքով Իսրայելի նպատակն է ոչնչացնել թշնամու ռազմական ներուժը եւ հնարավորություն տալ իրանցի ժողովրդին տապալել ռեժիմը, որտեղ իրենք կառավարման լուրջ ճաքեր են նկատում։ Ըստ նրա, եթե Իսլամական Հանրապետության դեմ վերջին գործողությունները չիրականացվեին, ապա 1 տարվա ընթացքում Իրանը կունենար միջմայր ցամաքային հրթիռներ, որոնք կհասնեին ԱՄՆ։ Վարչապետը հավելել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը լիովին համակարծիք են Իրանի սպառնալիքի հարցում։ Նա հերքել է լուրերը, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը լիովին արգելել է միության անդամ երկրներին ռուսական գազ գնել։ Արգելքն ուժի մեջ կլինի նույնիսկ եթե Եվրոպայում էներգապաշարների պակաս լինի, որը կհանգեցնի էլեկտրաէներգիայի անջատումների։ Մենք ունենք հստակ նպատակ եւ հավատարիմ ենք մեր նպատակին։ Մենք շարունակելու ենք էներգետիկ հարվածի վերափոխումը, այն փոխադրելով կանաչ եւ Եվրոպայում արտադրվող էներգիայի, ասել է նա։ Ռուսական էներգակիրներ չգնելու որոշմանը մշտապես դեմ են եղել Հունգարիան եւ Սլովակիան։